Պարոն Հովհաննիսյան, ես ուզում եի վարչապետի հայտարարությունից մի հարց ձեզ ուղղել, հայտարարեց իր ելույթ հարց ու պատասխանին ավելի շուտ, որ Հայաստանում արդարադատությունը խայտառակ վիճակում է եւ պետք է վիրահատական միջամտություններով նաեւ լուծել այդ հարցը, դա կապեց նաեւ նոր սահմանադրության ընդունման հետ։ Ես ուզում եմ հարցնել նախորդ 8 տարիներին կոնկրետ ինչն էր խանգարում խայտառակ վիճակում գտնվող արդարադատությունը վերականգնել կամ բերել նորմալ վիճակի։ Դե մենք մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք փորձել իրականացնել արդարադատության ոլորտում, դատական համակարգում։ Դրանք տեղ-տեղ տվել են իրենց արդյունքները, մեծ հաշվով, բայց մենք գոհ չենք այդ արդյունքներից եւ մեր գոհ չլինելը հատկապես արտահայտվում է ժողովրդի հետ մեր խոսակցություններում, ուրեմն ունեցած տպավորություններից եւ դրա համար կարծում ենք, որ նոր սահմանադրության մեջ պետք է կարդինալ փոփոխություններ արվեն։ Այս իմաստով մասնավորապես երթվյալ ատենակալների ինստիտուտի իմաստով, որպեսզի մենք կարողանանք ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որ ուրեմն թե մենք, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ լինեն գործընթացներից արդարադատության ոլորտում տեղի ունեցող Սրա մասին է խոսքը, կարող ենք էլ ավելի մանրանալ որովհետև փոփոխությունները դատաիրավական համակարգում, խորքային փոփոխությունները հնարավոր են անել սահմանադրական նոր սահմանադրությունում նոր մոտեցումներ ամրագրելու միջոցով, օրինակ երթվյալ ատենակալների ինստիտուտը այդ գործիքներից մեկն է։ Ես կարծում եմ, որ մեր արդարադատության ոլորտի գործընկերները ձեզ ավելի մանրամասն եւ ավելի մասնագիտական պատասխաններ կտան։ Այս իմաստով ես քաղաքական գնահատական կարող եմ տալ այս առումով, նաև վերջին շրջանում մեր այցելությունները քաղաքացիների հետ մեր հանդիպումները Հայաստանի ամենատարբեր համայնքներում խոսում են դրա մասին, որ արդարադատության համակարգը չի գոհացնում ուրեմն Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այո, ես էլ կկիսեմ վարչապետի դիտարկումը այս իմաստով խայտառակ վիճակում է, որովհետեւ ես էլ օրինակ ունեցել եմ տարբեր փորձառություն դատական համակարգի հետ կապված, երբ որ կայացվել են վճիռներ, որոնք առնվազն հեռու են մասնագիտական մոտեցումներից, հեռու են պրոֆեսիոնալիզմից, ինչի պատճառով նաև հայտնվել ենք ոչ միանշանակ իրավիճակում կապված դատական վճիռների որակի հետ։ Մի ճշտող հարց էր, պարոն Հովհաննիսյան, այսինքն գործիքների պակաս եք ունեցել անցած 8 տարիներին եւ այդ գործիքները սահմանադրությամբ պետք է մենք ճանապարհ ենք անցել եւ այդ ճանապարհը անցնելուց հետո եկել ենք այս եզրակացությանը։ Եվ այո, այս պահին գտնում ենք, որ կան գործիքների պակաս եւ կա նաեւ ինստիտուցիոնալ փոփոխության անհրաժեշտություն։ Հիմա վարչապետը երբ որ ասում է, որ արդարադատության հաստատման համար նոր սահմանադրություն, այսինքն սահմանադրության հիմնական ընդունման հիմնական բանը հիմա դառնում է արդարադատության հաստատումը։ Ոչ միայն կարևորագույն փոփոխություններից մեկը նոր սահմանադրության պետքա վերաբերի արդարադատության ոլորտին, բայց ոչ միայն արդարադատություն։ Պարոն Հովհաննիսյան, որպեսզի Հայաստանում արդարադատության վիճակը ողբերգական չլինի, գուցե դուք դատարանի վճիռների հետ հաշվի նստեք եւ ինչպես դատարանն է որոշում ներողություն խնդրեք, կարծեմ մի դրվագով դուք խուսափում էիք, եթե այս ընթացքում բան չի փոխվի, իհարկե խնդրել եք ներողություն, մի դրվագով խուսափում էիք, չէ՞, խնդրել։ Դուք սխալվում եք, պարոն Կիրակոսյան, առնվազն սխալվում եք, ես այլ որակում չեմ տա, որտեղ պետքա ծանոթանաք գործընթացներին, ես որևէ բանից չեմ խուսափել։ Մենք ներողություն ավարտ ձեր հարցին եմ, Երկար Ղազանի ասածներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, կարծում եմ որևէ մեկին էլ չեն հետաքրքրում։ Ուրեմն ես նոր որ խոսում էի դատական վճռի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին եւ անորոշ վիճակում մարդկանց գցելու մասին, կատի ունեի հենց ձեր մեջ վերած վճիռը, որը ամբողջությամբ կատարված է։ Այսինքն ներողություն խնդրել եք։ Վճիռը ամբողջությամբ կատարված է։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության 14 անդամ եւ Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակը նույնպես հայտարարել այդ մասին ձերբակալվել են կաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Դե մեկնաբանությունը որ նախորդ դեպքի ժամանակ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները հեգնանքով էին վերաբերում այդ ձերբակալությանը։ Դե գիտեք, Հայաստանի Հանրապետությունը իրավական պետությունն է, փակված է էջը Հայաստանում ընտրակեղծարարության եւ ով կփորձի այդ ճանապարհով գնալ, հանդիպելու է օրենքի ուժին
ինչը որ մենք տեսնում ենք։ Իրավապահ մարմիններն աշխատում են, ես այս իմաստով չեմ կարող որևէ մեկնաբանություն անել, իմ մեկնաբանությունը զուտ քաղաքական կարող է լինել, այն առումով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են եւ բոլորը պատասխան են տալու առանց որևէ կարգավիճակի։ Ես նաեւ տեսնում եմ, որ մարդիկ ինչ որ հղումներ են անում մարդկանց տարբեր կարգավիճակներին, միևնույն ժամանակ այդ կարգավիճակի օրինակ կերակրող մոր կամ կնոջ կարգավիճակը հաշվի չառնելով նրանց դրդում են տարբեր տեսակի հանցանքների ընտրական զեղծարարության մասին է խոսքը, հետո գալիս են ասում են, թե բա գիտեք, ուրեմն կերակրող մայրը եւ նրան ձերբակալեցին։ Օրենքը չի ճանաչում կարգավիճակ, այս իմաստով լավ է գոնե որ դատարանը խափանման միջոցը կիրառել է կերակրող մոր վերաբերյալ ուրեմն վարչական հսկողությունը, ինչը ես ասում եմ, որ ոչ թե պատիժ է այս դեպքում, այլ փրկություն, որովհետև պետության հովանու ներքո այդ մարդիկ չեն կարողանա նոր հանցանքների գնալ եւ վտանգի տակ դնել իրենց երեխաներին, իսկ մնացած գործընթացները իրավական գործընթացներ են, բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ, Հայաստանում ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով հնարավոր չի ազդել ընտրության արդյունքների վրա, մենք դա թույլ չենք տվել, թույլ չենք տալու։ Պարոն Հովհաննիսյան, արդյոք հող չեք նախապատրաստում այդ կուսակցությանը թույլ չտալու ընտրությունների մասնակցել, նաև ես հիշում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ձեր տված հարցը, որ ասում եք ինչու օրինակ այդքան կարող է մասշտաբային կաշառքի մասին լինի եւ թույլ չտաք։ Այսինքն հող եք նախապատրաստում։ Ներողություն, ընտրակաշառք բաժանում են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, բայց մենք ենք հող նախապատրաստում։ Չէ, իմ հարցը վերաբերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ուրեմն կարծիքին եւ նաեւ թե ինչ պետք է տեղի ունենա, ինչ մասշտաբներին պետք է հասնեն օրինակ ընտրազեղծարարությունը կամ բարեգործության նորմի խախտումը, որ մենք ուրեմն չգրանցելու process-ին հասնենք, բայց պատասխան լսեցի, որ քանի դեռ կուսակցությունները գրանցված են ռեգիստրում, ապա չգրանցելու մասին խոսք լինել չի կարող, իմ հարցը ճշտող հարց էր, ինչ վերաբերվում է ձեր դիտարկմանը, որ մենք ինչ որ հող ենք ներողություն, ես կրկնում եմ, շինծու որևէ գործ չկա, Հայաստանի Հանրապետությունում շինծու գործերի դարաշրջանը վաղուց փակված է, կան ձայնագրություններ, կան օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակվում են պատե առիթներով եւ ուրեմն մնացածը իրավական տիրույթում է, թե ինչ-որ մեկը հող է նախապատրաստում, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը չգրանցվի կամ գնա եւ տապալվի ընտրություններին, այդ միակ հող նախապատրաստող հենց իրենք են, իրենց գործողություններով, իրենց հայերեն չիմացող առաջնորդով, իրենց ուրեմն ընտրակաշառք բաժանելու փորձերով, իրենց իբր թե բարեգործության անվան տակ, ուրեմն ընտրակաշառք բաժանելու փորձերով։ Միայն վարչապետը չէ, դուք թիմ առհասարակ մշտապես ասել եք, որ եթե ես ճիշտ եմ հիշում, բայց ամեն դեպքում դա կլինի ձեր հանձնարարությունը, որ Հայաստանում ընտրակեղծիքներով եւ այլն քիչ առաջ էլ ասացիք, ընտրություններ կեղծելու այդ էջը փակված է։ Հիմա դուք երբ որ իրավապահ համակարգը, ինչպես դուք եք պնդում, գործում է, կատարում է լիարժեք իր գործառույթները, այս պայմաններում հնարավոր է, որ Հայաստանում համակարգված կաշառք բաժանելու գործընթացով ընտրություններ կեղծվեն։ Ինչպես տեսնում եք, հնարավոր չէ, որովհետև ինչպես տեսնում եք, կան որոշ շրջանակներ, որոնք փորձում են, եւ ամեն օր մենք տեսնում ենք, որ ձեր նշած ուրեմն գործերի հետ կապված մարդիկ են ձերբակալվում, օպերատիվ տվյալներ են հրապարակվում եւ հետեւաբար ձեր հարցի պատասխանը այստեղ է ամփոփված։ Եթե իրավապահ համակարգը չկարողանար օպերատիվ կերպով արձագանքել նման իրավիճակներին, ապա այո, մենք կվերադառնայինք այն կետին, երբ որ համակարգային ընտրակեղծիքներ էին տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում ամենատարբեր դրսևորումներով։ Կամ ընտրակաշառքի, կամ ընտրատեղամասում լցոնումների եւ այլն եւ այդպես շարունակ, բայց իրավապահ համակարգն իր տեղում է, հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ կերպով գործում է եւ ուրեմն թույլ չի տալու, որ վերադարձ լինի նախկին վարքերին։ Պարոն Հովհաննիսյան, կարելի է ձեր ասածից պնդել կամ ենթադրել, եզրակացնել, որ այն արդյունքը, որ կգրանցվի ընտրություններում, դա կլինի արդար ընտրություններով ֆիքսված։ Եթե որևէ կողմ կմտածի, որ ընտրությունների արդյունքները
ուրեմն արդար չեն կամ առնվազն ցանկություն կունենա վիճարկելու, Հայաստանի Հանրապետությունում կան բոլոր իրավական ճանապարհները դա անելու համար, թե մեր կողմից, թե ուրեմն մյուս քաղաքական ուժերի կողմից։ Պարոն Հովհաննիսյան, ասացիք ուժեղ Հայաստանը կաշառք է բաժանում, դուք Ես ասացի, որ կան օպերատիվ տվյալներ եւ ձերբակալված անձինք, որ նրանք կաշառք են բաժանում։ Չէ, մինչ այդ էլ ուղիղ ասացիք, որ կաշառք են բաժանում, այսինքն ձեզ դատարանի վճիռ պետք չի։ Ես ասացի, որ կան օպերատիվ տվյալներ եւ կան, եթե այդպես է տպավորվել, ապա ես կրկնում եմ, որ կան օպերատիվ տվյալներ եւ ձերբակալված անձինք առայն, որ ուրեմն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ներգրավել են այս կամ այն ընտրական զեղծարարությունների մեջ։ Կապացուցվի դա, թե չի ապացուցվի, այո, թող լինի դատական վճիռ, բայց առնվազն մենք ունենք օպերատիվ տվյալներ, որոնք հրապարակված են, որտեղ մարդիկ ներողություն ռուսերեն բառիս համար տելևիզոր են բաժանում, հետո նաև քյաբաբի ինչ-որ բաժանման գործընթացների հետ գործ ունեցանք, հետո հեռուստացույցի փողն էին առաջարկում, մեծամորում մարդկանց էին ոնց որ թե գրանցել եւ բայց այդ գրանցված մարդկանց օգտագործում էին որպես ուրեմն ընտրական process-ներն էլի կեղծելու համար ամեն դեպքում նման տվյալներ կան հակակոռուպցիոն կոմիտեում իրավապահ մարմինները տվյալներ են հրապարակել այո դատական վճիռներ կլինեն հետո արդեն ավելի հաստատակամ կխոսենք սրա մասին մենք հիմա հիմնվում ենք այս պահ եղած տեղեկատվությունների վրա Պարոն Հովհաննիսյան եթե ինչպես դուք եք ասում տելևիզոր տալը ընտրակաշարք է այդ դեպքում բաղնիքի վերանորոգման հարց կազմակերպելը կարող է ընտրակաշարք դիտարկվել Ինչի մասին է ձեր հարցը ես ուզում եմ Ընդհանուր ուղղակի հարցում եմ Դե ուղղակի տեն շատ բան է մի քաղաքական ուժ է մեջ հիմա ինչ մտքներով փչի պետք է հարցնեք ես պատասխանեմ ես չեմ պատասխանում ձեր հարցին Ներողություն հարցը չեմ վերջացրել Լիլիթ ջան ներողություն վարչապետին մոտենում է մի քաղաքացի ասում է որ լոգարանի խնդիր ունի վարչապետը մարզպետին հանձնարարում է զբաղվել քաղաքացու լոգարանի վերանորոգմամբ հիմա սա դա Կոտայքի մարզում է եղել Ես չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում ես գիտեմ այլ բան որ վարչապետին քաղաքացիները մոտենում են եւ վարչապետը շատ ուղիղ ասում է որ կա բարեգործության արգելք եւ մենք այս պայն որևէ խոստում չի տրվել որևէ քաղաքացու մարզպետին ասեց որ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք Փաշինյանի լայվը Ես կրկնում եմ, որ ես չգիտեմ դուք այս պահին ինչի մասին եք խոսում։ Facebook-յան էջում հրապարակված ուղիղ Երբ հրապարակում ես կտեսնեմ, կմեկնաբանեմ, բայց ես բացառում եմ, բայց ես դե հիմա քաղաքացին կարող է շատ բան առաջարկել եւ շատ բան ասել։ Ես կրկնում, մի ընդհատեք խնդրում։ Որտեվ հարցը Ներողություն, վերջացրեցիք ես կարծում եմ։ Չէ, դուք սխալ եք կարծում։ Ներողություն, պարոն Հովհաննիսյան, վարչապետը ասում է Կոտայքի մարզպետին զբաղվեք, տեսեք ինչ է կատարվում։ Դե հիմա դուք նորից նույն բանը կրկնում եք, այսինքն ես որ ասում դուք հարցը ավարտել եք, ես ճիշտ եմ ասում։ Ասացի արդեն, ներողություն, պարոն Կիրակոսյան, ես ձեր փոխարեն պարոն Կիրակոսյան, ես ձեզ չեմ բանավիճում։ Դուք հարցը ավարտել եք, գիտեք ինչու, որովհետև դուք կրկնեցիք նույն հարցը, ինչը նշանակում է, որ նախորդիվ դուք ձեր հարցը արդեն ավարտել եք, եւ ես ձեզ խնդրում եմ, չբանավիճեք իմ հետ։ Ես չեմ բանավիճում։ Երկրորդ, ես կրկնում եմ, որ վարչապետին բազմաթիվ քաղաքացիներ են մոտենում տարբեր հարցերով եւ վարչապետը շատ ուղիղ պատասխանում է մեր բոլոր սիրելի հայրենակիցներին եւ մենք էլ ես էլ հիմա պետք է ասեմ որ սիրելի հայրենակիցներ այս պահին գործում է բարեգործության վերաբերյալ արգելք եւ մենք որևէ մեկին որևէ խոստում չենք տվել չենք կարող տալ եւ չենք տալու մեր խոստումները ամփոփված են կառավարության ծրագրում դրանք իրականացվում են Այս փուլում մինչև ընտրությունները իրականացվելու են, դրանք որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես բարեգործության խախտումներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Առանձին անհատական խոստումներ եւ այլն հնարավոր չի տալ, հնարավոր չի առանձին մարդկանց խնդիրներ լուծել այս փուլում, որտեղ դրանք օրենքի խախտումներ են։ Շնորհակալ եմ։ Պարոն Հովհաննիսյան, երեկվանից քննարկվում է կառավարության ծրագիրը, ինչպես նկատում ենք, ընդդիմադիրները չեն գալիս, այսինքն գալիս են գրանցվում են, բայց հիմնական քննարկումներին չեն մասնակցում։ Վարչապետը կարճ տեսանյութը հրապարակեց, ասաց թե ինչի համար են գալիս։ Ձեր կոչը ո՞րն է այն մարդկանց, որոնք պատրաստվում են ընտրել ընդդիմադիրներին, որոնք կարելի ասել չեն գալիս աշխատանքի։ Դե կոչը այդ մարդիկ ես կարծում եմ շատ վաղուց արդեն ամեն ինչ հասկացել են, ընդդիմադիրներն էլ հաշտվել են իրենց պարտության հետ։ Վերջին 2 ամիսն է մնացել, եկել են ներողությունն էս բառամթերքիս համար գումար քերելու Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Եվ սրանից պետք է ելնի ժողովուրդը։ Ուրեմն մենք գործ ունենք մի քաղաքական միավորի հետ, այս դեպքում եթե խոսում ենք Հայաստան Դաշինքի մասին, որի մի մասը գնացել է Ծառուկյանի ցուցակ, մյուս մասը գնացել է Ուժեղ Հայաստանի ցուցակ։ Այն մյուս մասը ընդհանրապես հիմա նիստերի չի, այսինքն մարդիկ հայտ են ներկայացրել նորից ընտրությունների մասնակցել, բայց ելի նիստերի չեն գալիս,
գալիս են մանկապարտեզ լրիվ, էլի, չնայած մանկապարտեզում ավելի լուրջ միջավայր է, ավելի ինստիտուցիոնալ միջավայր է այս առումով, երեխեքը գալիս են, ճաշիկ են ուտում, խաղում են, քնում են, արթնանում են եւ սպասում են, որ իրենց ծնողները գան, տանեն իրենց տուն, բայց Հայաստան դաշինքի մոտ ավելի ապա ինստիտուցիոնալ վիճակ է, քան մանկապարտեզում։ Իրանք այդպես գալիս են, փախ, վազեվազ, արագ այդ քարտերը տեղադրում են, գրանցվում են ու փախնում են դահլիճից, որ հանկարծ իրանք ոչ մեկ հարց չտա, հանկարծ իրանք ոչ մեկ ինչ որ թթու բառ չասի, հանկարծ իրանք ինչ որ մեկը ներողություն, ես խոսում եմ, իմ հետ զուգահեռ կլի չխոսեմ, ոնց դե։ Խոսում եմ ես, հարգելի գործընկեր, հարց կտա, կպատասխանեմ։ Շեղեցիք արդեն ինձ, ընդդիմության մասին ուզում եմ մի լավ բան ասել, բայց չեմ ասի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար